Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ամուսիններ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն Եփեսացիս 5:25 Ինչ ոսկե օրինակ է Քրիստոսը թողել իր աշակերտներին Քիչ են այն ուսուցիչները, որոնք կհամարձակվեին ասել, եթե ցանկանում եք գործնականում կիրառել իմ ուսուցումները, օրինակ վերցրեք իմ կյանքից։ Բայց, քանի որ Հիսուսի կյանքը կատարյալ առաքինության ճշգրիտ արտացոլումն է, նա կարող է մատնացույց անել իր սեփական անձը, թե որպես անապական սրբության օրինակ և թե որպես դրա ուսուցիչ։ Քրիստոնյայի միակ չափանիշը պետք է Քրիստոսը լինի։ Ոչ մի պարագայում մեզ ոչինչ չպետք է գոհացնի, քանի դեռ մենք չենք արտացոլում նրանում եղած շնորհքը։ Որպես ամուսին, քրիստոնյան պետք է իր առջև օրինակ ունենա Քրիստոս Հիսուսի պատկերը և վերարտադրի այն իր անձնական կյանքում։ Ճշմարիտ քրիստոնյան պետք է այնպիսի ամուսին լինի իր կնոջ համար, ինչպիսին Քրիստոսն է եկեղեցու համար։ Ամուսնու սերը առանձնահատուկ է։ Տեր Հիսուսը յուրօրինակ սեր է տածում եկեղեցու նկատմամբ և այդ սերն ավելի բարձր կարգավիճակ է հաղորդում նրան, առանձնացնելով ողջ մարդկությունից։ Ես նրանց համար եմ աղաչում, ոչ թե աշխարհի համար եմ աղաչում, Հովհաննես 17:9 Ընտրյալ եկեղեցին երկնքի սիրելին է, Քրիստոսի գանձը, նրա գլխի պսակը, նրա բազկի ապարանջանը, նրա սրտի զրահը և նրա սիրո կենտրոնն ու առանցքը։ Ամուսինը պետք է իր կնոջը սիրի անփոփոխ սիրով, որովհետև Հիսուսն այդպես է սիրում եկեղեցուն։ Նրա սերը չի փոխվում, գուցե այն ժամանակ առ ժամանակ տարբեր կերպ դրսևորվի, սակայն սերն ինքնին երբեք չի փոխվում։ Ամուսինը պետք է իր կնոջը սիրի հարատև սիրով, որովհետև ոչինչ մեզ չի կարող բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է։ Հռոմեացիս 8:39 Իրական ամուսինն իր կնոջը սիրում է ջերմ, կրակոտ և բուռն սիրով, և սրանք պարզապես դատարկ խոսքեր չեն։ Ահ, սիրելիներ, ուրիշ էլ ինչ կարող էր Քրիստոսն անել իր սերը ապացուցելու համար։ Հիսուսը բերկրալի սեր է տածում իր սիրելիի հանդեպ։ Նրա համար թանկ է իր հարսի սերը։ Սիրելի հավատացյալ, դու զարմանում ես Հիսուսի սիրո վրա, դու հիանում ես նրանով, բայց արդյոք ձգտում ես նմանվել նրան, արդյոք քո ընտանեկան հարաբերություններում քո սիրո կանոնն ու չափանիշն է, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն։